Նուր հեռուստաընկերության բարի առավոտի տաղավարից մենք դարձյալ ողջունում ենք ձեզ այս հանգստյան օրերին։ Հերթական հանգստյան շաբաթը մեկնարկեց, մենք սկսում ենք մեր աշխատանքը, դուք էլ սկսում եք հետևել մեր ինֆորմատիվ եւ հետաքրքիր զրույցներին։ Հատկապես մայրիկներին եւ նորածնային տարիքում գտնվող երեխաների մայրիկներին մեր այս զրույցը կհետաքրքրի, որովհետեւ տաղավարում է մանկաբույժ Աննա Մխիթարյանը, ում հետ կխոսենք երեխաների խնամքից եւ առհասարակային միֆերից, որոնք որ տարածված են այս թեմայի շուրջ։ Աննա, ողջունում եմ ձեզ եւ բարով եք եկել մեր տաղավար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչ հանգստյան օրեր եք սիրում ունենալ առհասարակ եւ ինչպես եք սկսում ձեր շաբաթ առավոտը։ Սիրում եմ քնել, գոնե մի փոքր ավել, բայց իհարկե երբ դու ունես 4 տարեկան դուստր, եւ նա միշտ որոշում է շաբաթ կիրակի օրերին ավելի վաղ արթնանալ եւ թույլ չի տալիս քնել։ Այո, իսկ մեկ բաժակ սուրճը պարտադիր է առավոտվա սկսելու համար, թե Զարմանալի կհնչի, բայց բժիշկ եմ եւ սուրճ չեմ սիրում խմել, խմում եմ թեյ։ Դուք գիտեք ինչ եք անում, էլի։ Ոմանք սիրում են, ոմանք էլ չեն սիրում առողջությունը չվտանգելու համար։ Աննա, միասին խոսելու ենք երեխաների խնամքից առհասարակ եւ կարծում եմ հետաքրքիր զրույց կստացվի նաեւ այնքանով, որ ինքներդ այդ փուլով ոչ միայն մանկաբույժ եք անցել, այլ նաեւ հենց 4 տարեկան երեխայի ծնող։ Նախ սկսենք նրանից, թե նորածնային տարիքում գտնվող երեխայի առօրյա խնամքը ինչ հիմնական փուլեր է իրենից ենթադրում եւ ինչ փուլերով են անցնում նորածնային տարիքում գտնվող երեխաների մամաները։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում իրականում, որովհետև թվում է թե շատ պարզ է ամեն ինչ եւ հասկանալի, բայց իրականում տեղեկատվությունը այդքան էլ շատ չի եւ հաճախ երբ ծնող են դառնում այն էլ առաջին անգամ, մայրիկները ուղղակի չգիտեն ինչ անել փոքրիկի հետ, փոքրիկը լաց է լինում եւ անհասկանալի է սովորաբար ամենապարզ այդ գործողությունները խնամքի ինչպես կազմակերպել։ Եվ դրա համար շատ կարևոր է ճիշտ աղբյուրներ գտնել ու օգտվել դրանցից։ Խոսքը վերաբերվում է սովորական իրենց առավոտյան խնամքին, անգամ տակդիրը փոխելուն, ճիշտ հագուստ հագցնելուն, եղունգները կտրելուն օրինակ այդպես շարունակ։ Այո, եւ այդպես շարունակ։ Հիմնականում երբ երեխան լաց է լինում, միանգամից տատիկների մտքին գալիս է, որ դե մրսում է հաստատ, մամաները մտածում են սոված է, բայց լացի պատճառները կարող են տարբեր լինել։ Նախ խոսենք նրանից, թե անգամ հղիության ընթացքում մայրիկները ինչ փուլերով պիտի անցնեն, որպեսզի վերապատրաստվեն, հա, այդ խնամքին ու ինչ հիմնական գիտելիքներ են պետք իրենց հետագայում, որպեսզի լացի պատճառները չլինեն միայն այդ երկուսը, ինչպես իրենք են մտածում։ Սա երևի թե էլի ամենակարևորներից էր, որովհետև հենց ամենասկզբից պիտի սկսենք այդ կրթելու process-ը, այսինքն դեռ հղիության ժամանակաշրջանից սկսած արդեն հղին պիտի նախապատրաստվի երեխայի ծննդին եւ իմանա, որ փոքրիկը ծնվեց, ահա այսպես հաջորդականությամբ պիտի անեմ, ոչ թե ծնվելուց հետո նոր արդեն հարցեր ծագեն, թե բա ինչպես պիտի փոքրիկից խնամեմ։ Իսկ դրա համար, ինչպես նշեցի, էլի ճիշտ տեղեկատվությունից պիտի օգտվենք, գիտենք, որ համացանցը բազմաբնույթ տեղեկատվությամբ է ողողված այսօր եւ պիտի ֆիլտրենք ու ճիշտը գտնենք մեզ համար եւ իհարկե ունենան ծնողները վստահելի գիտակ մանկաբույժով իրենց կողորտի իրենց այս ամբողջ ճամփորդության մեջ, այսպես ասած։ Ես կարծում եմ ձեր մասնագիտական այդ ընթացքում ունեցել եք նաեւ այնպիսի դեպքեր, երբ դուք եք ուղղորդել, այ ինչ հիմնական փուլերով են այդ ուղղորդումը տեղի ունենում ծնողների մոտ ու արդյոք գալիս են նախապատրաստվելու ծննդաբերությանը կամ առհասարակ երեխայի խնամքին, այլ ոչ թե դա թողնում են դեպքը պատահելուց հետո, ինչպես ասում են։ Իրականում ասեմ, բավականին փոխվել է արդեն մեր հասարակությունը, եթե տարիներ առաջ նման մտածելակերպ դեռ չկար, այսօր արդեն ունենում եմ շատ հղիներ, որոնք գալիս են խորհրդատվության, հենց իրենց հարցերի ցուցակով անգամ եւ հարցնում են, ասում են, իսկ ինչպես ենք խնամքը կազմակերպելու, ինչպես է կերակրումը լինելու եւ դա շատ գովելի է, շատ խրախուսելի է, այսինքն արդեն իսկ պատրաստված ծնող է լինելու, երբ որ փոքրիկը լույս աշխարհ գա եւ վախերը բնականաբար քչանալու են արդեն։ Ես կարծում եմ շատ ուրախալի փաստ է, որ փոփոխություն կա սերունդների միջև, որովհետև նախկինում հիմնականում սերնդեսերունդ փոխանցվող գիտելիքներն էին կարծես թե կազմակերպում երեխայի առօրյա խնամքը, հետաքրքիր է ինչպիսի այդպիսի մեթոդների եք ծանոթ, երբ ուղղակի ենթադրենք տատիկը ասում է եւ այդպես շարունակաբար բոլորին խնամում են նույն կերպ, այնինչ դա ամեն դեպքում բերում է սխալ խնամքի առհասարակ։ Մեթոդները շատ են, կարող եմ ձեզ բազմաթիվ մեթոդներ թվարկել եւ ամեն օր նման հարցեր եմ ստանում նաեւ ծնողների կողմից եւ գիտենք, որ այդ բոլոր այդ հնացած ավելի
ավելի շուտ մեթոդները իրենք ավանդույթների վրա են միգուցե հիմնված մեր ազգային ընդհանուր մոտեցումների, բայց բնականաբար ժամանակները փոխվում են, խորհուրդները փոխվում են եւ պիտի համահունչ քայլենք։ Օրինակ հին մեթոդներ ասենք, որոնք առ այսօր էլ ակտուալ են, ենթադրենք ասում են, որ անպայման փոքրիկին պիտի գլխարկակցնել տան պայմաններում, սենյակային այդ ջերմաստիճանում, անպայման պիտի մի քանի շերտ հագուստ երեխան հագած լինի, հատկապես երբ գալիս են խորհրդատվության, սկսում ենք հերթով փոքրիկին հագուստը հանել եւ տեսնում ենք, որ մի 7 շերտ մոտավորապես լինում է, եւ սա շատ կարեւոր է հասկանալ, որ նորածնին պետք չէ գերտակացում, որովհետեւ այստեղ այլ խնդիրների հետ կարող ենք բախվել, օրինակ մանկական հանկարծամահության ռիսկը դրանից մեծանում է։ Դա դեռ հագուստին էր միայն վերաբերվում, նույնը օրինակ պորտը մշակելու գործողությունը, նորից շատ հարցեր են հնչում այս մասով եւ հաճախ տան մեծերը խորհուրդ են տալիս սպիրտով մշակել, յոդով մշակել, ինչ տիպի ինքնաշեն լուծույթներով ասես, որ էլ չենք լսում այդ խորհուրդները, իսկ իրականում նորից ծնողը պիտի իմանար, որ պարզապես պետք է պորտային մնացորդը մաքուր եւ չոր պահել, այսինքն ոչինչ չանել։ Այո, այս դեպքում ոչինչ չանելը ավելի ճիշտ է, քան ինչ-որ բան ձեռնարկելը։ Քնի միջավայրի մասին նաև ուզում եմ խոսենք, տարածված միֆերից է, երբ երեխային գրկում են եւ գրկած նա քնում է, ասում են, դե կսովորի այդպես, եթե դու անընդհատ գրկիդ պահես, սա միֆ է, թե ամեն դեպքում իրականություն է ու առհասարակ ինչպես կազմակերպել երեխայի քնի ռեժիմը։ Սա շատ լավ հարց էր, որովհետև ես ինքս եմ անգամ այդ նույն հարցը ինձ ուղղված լսել, որ ասում էին մի գրկիր կսովորի, իսկ իմ բալիկը իրականում վաղաժամ էր ծնվել, այսինքն փոքր քաշով ժամանակից շուտ եւ իրեն հենց պետք էր ավելի շատ գրկել եւ ավելի շատ ջերմություն փոխանցել, ու իրականում միանգամից ասեմ բոլոր մայրիկները թող լսեն, որ սա միֆ է, որքան ուզում եք գրկեք, ուշադիր լսեք բոլոր մայրիկները։ Այո, որքան ուզում եք սիրեք, գուրգուրեք ձեր փոքրիկին, որովհետեւ մի քանի տարի ընդամենը ժամանակ ունեք հենց այդ անմիջական ֆիզիկական կոնտակտի համար, հետո արդեն մեծանալու են եւ փախնելու են ուղղակի ձեր մոտից եւ թույլ չեն տալու ձեզ այդ գրկախառնությունները։ Եվ հակառակը փոքրիկին այդ շատ ջերմությունը եւ սերը հիմա ինչքան շատ տածնող, այնքան այդ հոգեբանական եւ էմոցիոնալ կապը ավելի շատ կլինի։ Իսկ հետաքրքիր այդ կապի մեջ մոր եւ երեխայի կապը միանշանակ ավելի շատ է եւ մի խոսք կա, ես չգիտեմ դա ճիշտ է, բացատրեք, որ մոր հետ ինչ որ տարիքի երեխան ասոցացում է իր սեփական անձի հետ, դա ճիշտ է թե միֆ է։ Միգուցե ձեր հարցին հոգեբանները ավելի ճիշտ այս մասով կպատասխանեն, բայց ամեն դեպքում մայրը նորածնի համար անգամ սկսենք դեռ ամենավաղ ժամանակաշրջանից ամբողջ աշխարհն է կազմում եւ երեխան սկսում է իր շրջակա աշխարհը ճանաչել հենց մոր միջոցով։ Սովորաբար ասում ենք հայրիկներ ջան, ձեզ չենք ուզում նեղացնել, բայց իմացեք, որ տվյալ պահին մայրիկն է ամբողջ աշխարհը եւ անընդհատ մայրիկի հետ այդ կապը առավելագույնս պիտի լինի եւ պիտի տան բոլոր գործերը մայրիկը դնի մի կողմ, ուղղակի զբաղվի փոքրիկով։ Այո, սա էլ թող լսեն մեր բոլոր մայրիկները, որովհետև երբեմն տան գործերը խանգարում են երեխայի հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, թեկուզ հենց այդ գրկախառնությունները։ Աննա, հիմա շատ տարածված է նաև հայրիկներին ներգրավել երեխայի առօրյա խնամքում, այս մասով ինչ կասեք եւ որքանով է կարեւոր նաև իրենց մասնակցությունը խնամքի կազմակերպման մեջ։ Ավելին քան կարևոր է, նորից հրաշալի հարց եք բարձրացնում, որովհետև գիտենք էլի մեր միջավայրում, հատկապես հայկական միջավայրում, սովորաբար դեռ հին ժամանակներից այդքան մասնակցություն չէին ցուցաբերում։ Բնականաբար հայրիկը տան աշխատող ուժն էր, գնում էր աշխատանքի, հոգնած վերադառնում եւ այդքան շատ մասնակցություն չէր հասցնում ունենալ փոքրիկի խնամքին։ Բայց այսօր շատ ենք կարևորում այդ կապը, որպեսզի հետագայի համար երեխան ոչ միայն մայրիկի, այլ նաեւ հայրիկի հետ ունենա այդ մտերմություն, ասված այդ վստահությունը, շատ կարևոր է, որ հենց վաղ ժամանակից հայրիկը էլի խնամքի մեջ ներգրավված լինի։ Խոսքը կվերաբերվի թե սովորական լոգանքին, հագուստը եւ տակդիրը փոխելուն, նորից դա պիտի լինի հավասար, այսպես այդ ջերմությունը հավասար պիտի տան փոքրիկին։ Եվ ես այստեղ հավելեմ, որ դա նաեւ միջոց է, որպեսզի մայրիկի առօրյան մի փոքր թեթևանա, որովհետեւ խնամքի մեջ շատ կարևոր է նաեւ, որպեսզի կինն էլ իրեն խնամված զգա, ինչու ոչ ինչ որ չափով զբաղվի նաեւ իր
սեփական գործերով։ Այս տեսանկյունից ինչ խորհուրդ կարելի է տալ այն մայրիկներին, որոնք որ նոր են ծննդաբերել եւ իրենց թվում է, որ իրենց կյանքը ավարտված է, սեփական կյանքը եւ ամեն ինչ պտտվում է երեխայի շուրջ։ Շատ հրաշալի նկարագրեցիք, որովհետեւ հենց այդպես էլ ինձ գալիս են բողոքում են նկարագրում են, իսկապես շատ բարդ է, երբ դու նորաթուղ ծնող ես եւ չգիտես դեռևս ինչպես կազմակերպել այդ ամբողջ օրվա ռեժիմը եւ անգամ չես հասցնում բաղնիքից օգտվել կամ քո մի կտոր հացը ուտել, այստեղ շատ կարեւոր է որ չամաչի մայրիկը օգնություն խնդրել թե հայրիկից, թե տան մեծերից, անգամ եթե առանձին են ապրում եւ նույն օգնությունը պետք է որպեսզի գան իրենց օգնեն մայրիկը ժամանակ ունենա իր համար, ի վերջո բարդ ծննդաբերական գործողություններ է ունեցել կամ միգուցե կեսարյան հատում, որը մի ամբողջ վիրահատություն է եւ իրեն խնամքը ավելին քան կարեւոր է եւ պարտադիր է։ Այո, եւ նաեւ հետծննդաբերական դեպրեսիան, որ այսօր շատ ակտուալ թեմա է քննարկվում է, դա էլ ինքնախնամքով զբաղվելը միջոց է այդ դեպրեսիայից դուրս գալու։ Շատ հաճախ մայրիկներ իրենց ժամանակ չեն կարողում հատկացնել, որովհետեւ նամանավանդ հենց քնի ռեժիմը չեն հասկանում ինչպես կազմակերպել։ Մենք քնից մի փոքր խոսեցինք, բայց նաեւ ասեք, թե ինչպես կարելի է ռեժիմ ձևավորել քնի համար, որ հստակ իմանաս երեխատ այսին ժամերին կքնի։ Սա բավականին բարդ հարց է, որովհետև ես էլ եմ շատ բախվել այս հարցի հետ, քանի որ իմ դուստրը եւս չէր ուզում քնել եւ չէր սիրում քնել։ Չքնող երեխայի շարքից էր մանկաբույժի աղջիկը եւ ինքս շատ եմ ուսումնասիրել այս հարցը։ Այստեղ միանգամից մի կարեւոր բան ասեմ, որ մինչեւ 3-4 ամսական հասակը երեխաները չեն ունենում ֆիքսված քնի ռեժիմ եւ դա շատ նորմալ է։ Այսինքն այս տարիքում հիմնականում եթե կրծքով կերակրվող երեխա է, գուցե երեխան ժամը 1-2 ժամը կուզենա մայրիկի մոտ գնալ կերակրվելու համար եւ որպես այդպեսին հստակ ռեժիմը բացակայում է եւ հենց այդպես էլ պիտի լինի։ Արդեն մոտավորապես 3-4 ամսականից սկսած շատ կարեւոր է որ որոշակի քնի ծեսեր կազմակերպի մայրիկը, որպեսզի սովորեցնի այսպես ասած երեխային, որ հիմա արդեն գնալու ենք քնելու։ Օրինակ, շատ խորհուրդ է տրվում քնից մոտ 1 ժամ առաջ շատ пассив վիճակում պահել երեխային, դա եթե նորացնի մասին ենք խոսում, նա արդեն իսկ пассив վիճակում է, բայց եթե արդեն ավելի մեծ տարիքի երեխաներ են, ովքեր որոշակի ակտիվություն, խաղեր են ցուցաբերում, գոնե 1 ժամ առաջ արդեն պիտի անցնենք ավելի пассив ռեժիմի, տան լույսը արդեն մթնացրած պիտի լինի, շատ ցանկալի է արդեն գնալ սենյակ, վարագույրները փակել, կարելի է օգտագործել օրինակ սպիտակ աղմուկ հասկացողությունը, եթե ծանոթ չեն ծնողները, միանգամից ասենք, դա այնպիսի ձայն է, որը նմանեցված է արգանդուն փոքրիկի այն ժամանակահատվածում, որ գտնվել է արգանդում, այո, այդ ժամանակվա եղած ձայնին, օրինակ սրտխփոցի ձայն, աղիների աշխատանքը, պարբերաբար միատոն, այսպես խշխշոց կամ տկտկոցի ձայն է եղել եւ այսօր այդպիսի հավելվածներ կան, սարքեր կան, ուղղակի YouTube-ով կարելի է գտնել այդ հենց սպիտակ աղմուկ կոչվածը եւ շատ հանգստացնում է ու նպաստում քուն մտնելուն։ Քնի ծեսերի հետ կապված նաև չգիտեմ ճիշտ է թե ոչ տարածված մեթոդներից է ինչ որ երաժշտություն միացնելը, թեկուզ երգեր։ Ես գիտեմ երեխաներ, որ երբ այդ երաժշտությունը միացնում են, իրենց մոտ արդեն գալիս է այն միտքը, որ քնելու ժամանակն է եւ սա կարծում եմ եւս այդ քնի ծեսերի բաղկացուցիչ մասն է կազմում։ Էլի լավ հարց եք բարձրացնում, որովհետեւ երաժշտությունը կարող է քնի ծեսերի մեջ մտնել, որ տանենք երեխային քնելու, բայց չպիտի քնացնենք երաժշտության տակ, այո, որովհետեւ երաժշտությունը մակերեսային քուն է ապահովում, դա նշանակում է երեխան ավելի հաճախ է արթնանալու։ Այ, այստեղ միջավայրում քնի միջավայր ստեղծելու բաղկացուցիչ մասերից մեկը կարծում եմ օդի ճիշտ խոնավությունն է եւ նաեւ ջերմաստիճանն է, որը որ նպաստում է, որ ոչ երեխան մրսի եւ ոչ էլ շոկի, ինչը որ ավելի երկարատև քնի ապահովման միջոց է կարծում եմ։ Եվ լոգանքի մասին խոսենք, շատերը լողացնում եւ տանում են քնեցնելու, դա ճիշտ է, տարածված մեթոդ է ամեն դեպքում, խոսենք նաեւ սրա նպատակահարմարությունից։ Շատ լավ, լոգանքը եւս համարվում է քնի ծեսերից մեկը եւ իսկապես էլի փոքրիկը սկսում է մտածել, որ ահա հիմա գնալու ենք փաստորեն քնելու, բայց եթե խոսում ենք էլի կրծքի հասակի երեխաների մասին, կարեւոր է սեզոնը։ Եթե օրինակ ամռան սեզոնի մասին չենք խոսում, ապա փոքրիկները կարիք չունեն ամեն օր լոգանք ընդունելու, դա կարող է լինել շաբաթական 2 կամ առավելագույնը 3 անգամ եւ լիովին բավարար է։ Իհարկե ամենօրյա լվացումները այդ հիգիենայի պահպանումը
շատ կարևոր է, բայց լոգանքը պարտադիր չէ, որ ամեն օր լինի։ Եթե արդեն ամառ է եւ շոգ է, ապա կարող ենք դա ամեն օր կազմակերպել։ Եվ քնից առաջ տարածված մեթոդներից մեկն էլ մաքուր օդում ինչ որ այսպես շրջել թեկուզ 10-ից 15 րոպե, սա ինչ նպատակահարմարություն ունի դրանից քնից առաջ կազմակերպել նամանավանդ։ Մաքուր օդը կարելի ասել միշտ շատ լավ է փոքրիկի համար եւ փոքրիկները սիրում են այո հենց մաքուր այդ ավելի թարմ օդին քուն մտնել։ Եթե դա հնարավոր չէ կազմակերպել երեկոյան ուշ ժամի դուրս գալ, թեկուզ կարևոր է որ սենյակը, ննջասենյակը անպայման օդափոխվի օրվա մեջ մի քանի անգամ եւ հատկապես քնելուց առաջ, որպեսզի էլի փոքրիկը այդ թարմ օդի ներքո արդեն կարողանա քնել։ Ճիշտ ջերմաստիճանը, օդի խոնավությունը եւ մի բան էլ հետաքրքիր է, արդյոք կան երեխաներ, որ միևնույն է, որքան էլ մայրը իրազեկված լինի եւ փորձի գործնականում կիրառել, միևնույն է չեն ենթարկվում այդ ամենին եւ ձեր սեփական օրինակը ձեր այստեղ անելու ոչինչ չկա կարծում եմ ինչ որ հարմարվել երեխայի թելադրածին։ Իրականում այո, ես շատ վառ օրինակ եմ չքնող բալիկի մայրիկի, բայց էլի շեշտեմ, որ վաղաժամ ծնվելու արդյունքում էր այդ դժվար քունը եւ էլի ծնողները իմանան, եթե փոքրիկը անհաս է ծնվել, ապա այս դեպքում քունը ավելի դժվար է կարգավորել, որը գլխուղեղի անհասության հետ է կապված, բայց ժամանակի ընթացքում արդեն կարգավորվում է։ Ինչ վերաբերվում է ջերմաստիճանին, դա եւս շեշտեմ, որ պիտի 21-22 աստիճան Ցելսիուս լինի սենյակում։ Շատ հաճախ երբ ծնողներին հարցնում եմ, օրինակ ասում են, երեխան սկսել է շատ քրտնել, չենք հասկանում ինչից է առաջին հարցը, իսկ որքան է սենյակի ջերմաստիճանը, դե 28-29, ինչքան տաք այնքան լավ։ Այո, որ հանկարծ չմրսի ախր նորածին է, բայց անգամ նորածնի համար, եթե ճիշտ համապատասխան հագուստ ենք հագցրել, սենյակի ջերմաստիճանը 21-22 օպտիմալ իդեալական ջերմաստիճան։ Այո, քնի ռեժիմի կարգավորումից հետո մի կարևոր հարց էլ կա, որ միշտ ծնողները բախվում են, դա կերակրման մասին է խոսքը, 6 ամսականից սկսվում է հավելյալ սնունդը կամ գուցե դա ճիշտ ժամկետ չէ, խոսենք սրա մասին, այդ հավելյալ սնունդը տալու, կարծում եմ ծեսել կա ինչ-որ չափով երեխայի օրգանիզմը սովորեցնել բացի կաթից, հա, նաև այլ հավելյալ սննդի, ինչպես է այդ process-ը կազմակերպվում։ Սա էլ է շատ կարևոր հարց էլի, որովհետև ժամկետների մասով ծնողները շատ հաճախ տարբեր տեղեկատվություն են կարդում էլի համացանցում կամ լսում են էլի մանկաբույժներից, որտեղ նորից հին եւ նոր դպրոցների բախում են ունենում, որովհետև ժամկետները նախկինում ասվում էր 6 ամսական, հետո փոխվեց 4 ամսականից կարելի է սկսել, բայց հիմա նորից ԱՀԿ-ն հենց առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է խորհուրդ տալիս, որ սկսեք շուրջ 6 ամսականում, որովհետև երեխան պիտի պատրաստ լինի, երեխայի օրգանիզմը պիտի պատրաստ լինի հավելյալը սկսելուն, այսինքն արդեն գլուխը հստակ երեխան կարողանա պահել, որոշակի օգնությամբ նստել, բացակայի լեզվով դուրս հրման ռեֆլեքսը, երբ որևէ օրինակ ուտելիք ենք առաջարկում, դուրս չհրի լեզվով, այլ կարողանա կուլ տալ։ Եվ շատ կարևոր է հասկանալ, որ երեխան 6 ամիս հեղուկ սնունդ է անընդհատ ստացել, իսկ հիմա այո, պիտի սովորի աստիճանաբար ավելի պինդ խտության, միգուցե նույնիսկ կտորներով սնունդ ստանալուն, եւ դա շատ ժամանակ է, այսպես երկարաժամկետ, համբերատար process է։ Շատ հաճախ ծնողները համեմատում են, ասում են, բայց հարևանի երեխան մի ամբողջ ափսե է ուտում, իսկ իմ բալիկը 3 գթալ ընդամենը, այստեղ նույնիսկ բացատրում ենք, որ 3 գթալը լիովին բավարար է, որովհետև հավելյալ բառը նշանակում է կողքից լրացուցիչ, իսկ հիմնական սնունդը մնում է կաթը, այո, մինչև 1 տարեկան հասակ։ Եվ այստեղ նաև խոսենք կրծքով կերակրման եղանակից եւ այլ մյուս տարբերակից, ոմանք նախապատվություն են տալիս միանգամից առանց կրծքի կերակրել, կան ինչ-որ տարբերություններ եւ որն է այս դեպքում ավելի լավ բալիկի համար։ Ինչպես ասում են, ցանկացած բնական միջոց ավելի նախընտրելի է եւ իհարկե միշտ առաջնությունը պիտի տանք կրծքով կերակրմանը, քանի որ դա լավագույն սնունդն է բոլոր երեխաների համար եւ լիովին այն համապատասխան է փոքրիկի պահանջներին, անկախ նրանից երեխան վաղաժամ է ծնվել, առողջական խնդիրներ է ունեցել, կրծքի կաթը ադապտացվում է փոքրիկի պահանջներին, անգամ կախված օրվա ժամից, փոքրիկի տարիքից եւ այլն։ Բնականաբար կաթնախառնուրդներն այսօր արդեն շատ հարստացված են տարատեսակ վիտամիններով, միկրոէլեմենտներով եւ ելի չենք կարող ասել, որ իրենք շատ վատն են, բայց միևնույն է կաթնախառնուրդի հետ խնդիրներ գալիս են, օրինակ ալերգիկ բնույթի խնդիրներ կարող են ունենալ կամ մարսելու հետ կապված, փորկապության հետ կապված հարցեր։ Դրա համար միշտ առաջնությունը տալիս ենք կրծքով կերակրմանը, չհաշված որոշ իրավիճակներ, երբ արդեն ստիպված պիտի անցնեն կաթնախառնուրդներին եւ հավելյալ սննդի մեջ էլ ի սկզբանե նախապատվություն տրվում է ավելի բանջարեղենային, փափուկ, այսպես մթերքներին, այն խոսենք դրանցից, թե որոնք են ավելի
ավելի ճիշտ տալ սկզբից, հետո նոր կամած սովորեցնել բարդին, ինչպես ասում են։ Միանգամից ճիշտ էլ նշեցիք, սովորաբար սկսում ենք բանջարեղենային կամ մրգային պյուրեների տեսքով առաջարկել փոքրիկին, քանի որ դրանք դյուրամարս են ավելի համարվում։ Չենք մոռանում այստեղ միշտ շեշտում եմ նորից ասեմ ջուրը ավելացնելու մասին, արդեն առաջին իսկ օրվանից որ սկսում ենք հավելյալը, ջուրը եւս տրվում է։ Եվ մի բան էլ շեշտեմ, շատ վաճառվում են այդ բանջարեղենային կամ մրգային պյուրեները դեղատներում, խանութներում, բայց նորից նախապատվությունը պիտի տանք հենց բնական մեր ձեռքով պատրաստված տարբերակներին, որովհետև չենք ունենա կոնսերվանտներ, հավելանյութեր, այս դեպքում ավելի բնականաբար առողջարար կլինի։ Այո, իսկ Աննա, եթե միգուցե հասել են 6 ամսականին, բայց օրգանիզմը չի ընդունում, կարծում եմ նման դեպքեր են լինում, այդ դեպքում ինչ քայլեր ձեռնարկել ու երբվանից սովորեցնել հավելյալ սննդին երեխային։ Իրականում այդ 6 ամսական հասակը պատահական չէ ընտրվել, որովհետև բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ արդեն 6 ամսականում երեխան պիտի պատրաստ լինի ուտելուն, ուղղակի աստիճանաբար, ինչպես նշեցի, 1-2 գդալից սկսում ենք ավելացնել, բայց միևնույն է, այո, կարող են լինել դեպքեր, օրինակ ծնողն ասում է, ոչ մի կերպ չի ուտում։ Նախ այստեղ առաջին տեղում գալիս է հոգեբանական հարցը, որովհետև հաճախ ծնողները սկսում են ստիպել, որ երեխան ուտի խաղալ, խաբել, թաքցնելով, ինչ-որ այսպես տարբեր մեթոդներով եւ բնականաբար դա դուր չի գալիս երեխային, քանի որ 6 ամիս միայն կաթ է եղել իր ռացիոնում։ Այս դեպքում շատ կարեւոր է կտորներով սնուցումը, ես խորհուրդ եմ տալիս միշտ, ասում եմ իսկ դուք փորձեք փոքրիկ փափուկ կտորներով սկսել սնուցումը եւ երեխայի մոտ հետաքրքրություն կառաջանա սնունդը ձեռք տալ, հոտ քաշել, միգուցե այսպես սեղմել, ճզմել, նետել հատակին, բոլորը նորմալ, այո, բնական պրոցեսներ են, տակտիլ շոշափողական զգացողությամբ ավելի մեծ հետաքրքրություն կառաջանա փոքրիկի մոտ։ Իսկ եթե չկա նման հոգեբանական խնդիր, արդեն պիտի զննվի փոքրիկը մանկաբույժի կողմից, միգուցե որևէ առողջական, այո, օրգան համակարգի կողմից ունենք ախտահարում։ Այո, պատմեցիք, ես մի այսպես պատկեր մի անգամից մտքիս եկավ, երբ քրոջս երեխան շոշափում էր այն ինչ որ իր դիմաց դրված էր եւ դրանից իմ քույրը բարկանում էր ու այդ տան շուրջ բոլոր ամբողջովին կեղտոտվում էր, բայց համբերում էր լուր, որովհետեւ հստակ գիտեր, որ երեխան այդպես ծանոթանում է այն ամենին, ինչը որ գնում է իր օրգանիզմ։ Շնորհակալ եմ, շատ ինֆորմատիվ զրույց ստացվեց, կարծում եմ հեռուստադիտողի մեջ էլ շատ օգտակար խորհուրդներ ոմանք գտան այս զրույցից։ Շնորհակալ եմ եւ ձեր մասնագիտական ուղուն մաղթենք լիքահաջողություններ եւ նոր ծնունդներ, ինչպես ասում են, ու լավ պատրաստված մայրիկներ, որովհետեւ դա շատ կարեւոր է այս դեպքում։ Հարգելի հեռուստադիտող, մենք մեր եթերը չենք ավարտում, այս պահին գրագետ դադար եւ դարձյալ մենք կվերադառնանք տաղավար։